Գյուղնախարարություն գոյություն չունի։ Երկիրը զարգանում արդյունաբերությամբ եւ գյուղատնտեսությամբ, արդյունաբերության հերն անիծված է։ Գյուղատնտեսության կունի նախարարությունն լինի, որ զբաղվեն այս գյուղատնտեսության այս ժողովուրդը, այս մարզերի ժողովուրդը, գոնե շնչեն, կարողանան շնչեն, դա խնդիրն է սա։ Բառնին էլ վերացրին։ Ճիշտ տնտեսություն վարելը, ճիշտ երկիր վարելը հետևյալ սկզբունքների վրա է հիմնված։ Խնդիր համար առաջին։ Մենք պետք է իմանանք մեր երկրում քանի մարդ է ապրում։ Համար առաջինը։ Ինչքան տուրիստներ ունենք, գնացող գալող, այդքան մարդկանց, ինչքան սննդամթերք է հարկավոր։ Հավը, ձունը, միսը, կաթը եւ պանիրը եւ այլ բաները։ Արդյոք ինչքանով ենք մենք ի վիճակի բավարարել այդքան մարդկանց պահանջը։ Ինչ ենք մենք արտադրում, ինչն է մեր մոտ ավելցուկ, ինչն է մեր մոտ պակաս։ Այն, որը պակասա, պետք է խրախուսվի, որ կարողանանք արտադրել, հա։ Այն, որը որ ավելցուկ է, պետք է շուկա մանկանք փնտրենք, որ այդ ավելցուկը ծախենք այդ շուկայում։ Դիցուկ մենք մեր երկիրը մրցունակ չէ արևանների հետ։ Եթե արևան երկրում մեկ ծաղիկը կամ 1 կիլո լոլիկը կամ ընդունենք այլ մշակաբույսեր, թե պետք կաթը, հա, այնտեղ ինքնարժեքը ուրիշ է, մեր մոտ ուրիշ է։ Հարևան երկրների շուկան խեղդում է մեր գյուղացուն։ Դիցուկ ստեղ կարտոլ է արտադրվում, Պարսկաստանից, Թուրքիայից մի երկու ֆուր կարտոլ է գալիս, ստեղի կարտոլ արտադրողի հերնանիցում։ Քանի որ ընդու ինքնարժեքը ցածր է, կամ ծաղիկ արտադրողը, ինչ տարբերություն։ Այս հիմքային խնդիրները, որոնք կապված է հարկային քաղաքական դաշտի հետ, պետք է լուծում ունենա։ Այն սահմանագլխին, այն տեսակը, որը որ մեր մոտ հազիվ այդ գյուղացին կարողանում է արտադրել, հա, նրան խրախուսելու համար սահմանագլխին պետք է հարկվի այդ տեսակը, ինչը մտցնում են երկիր, որ կարողանա այստեղ համահավասարություն լինի ստեղի շուկայի հետ։ Ես կարտոլ արտադրող եմ, արտադրում եմ ին վրա նստում է 1 կիլոգրամ, ընդունենք 100 դրամ ինքնարժեքով։ Շուկայում մի տարի 30 դրամ է, մի տարի 300 դրամ է։ Այն որ 300 դրամ է Երևանցու համարավատ, այն որ 30 դրամ է գյուղացու համարավատ։ Դիցուկի մի տղաս Արսի հետ Երևան է ապրում։ Ես ոչ ուզում եմ Երևանում 300 դրամով իմ հարսը կարտոշկա առնի, ոչ էլ ուզում եմ ես 30 դրամով ծախեմ, չէ՞։ Այս քաղաքականությունը, այո, շուկայական ինչ որ ազատ տնտեսական հարաբերություններ եւ այլ անունի ինչ ուզում եք դրեք։ Ժողովրդին պահելու համար ոչ թե պետք է ռախիտիկ մեծ գլուխ առաջանա Երևանը, որ շենքերը բլեն իրար վրա, այս ծերի ցենցերը ժամերով չկարողանաս հասնել, հա։ Համամասնորեն թող զարգանա մարզերը։ Դիցուկ ընդունենք Աբովյանը, Հրազդանը, Սևանը, Գավառը, Մարտունին, Վարդենիսը հերթականությամբ։ Եվ մենք կտարալուծենք, եւ ընդեղի կիրթ մասային կբերենք գյուղ, եւ գյուղացին կզբաղվի իր գործով, քաղաքացին կզբաղվի իր գործով, այդ քաղաքական գործողություններով էլ կզբաղվի այդ քաղաքականագետները, որոնք իմաստուն են։